Սպորտային կազմվածքը նորաձև է։ Մարդիկ այսօր նիրարում են ոչ միայն ավելորդ քաշից ազատվելու, այլև գեղեցիկ մարմին ունենալու, եւ այդ հարցում մեզ օգնում է ֆիթնես մարզիչը։ Այսօր այցելել եմ Vlad Fitness առողջ ապրելակերպի կանոններին ծանոթանալու համար։ Ինչ է պետք ֆիթնես մարզիչ դառնալու համար։ Առաջին հերթին ցանկություն է պետք, այնուհետև սեր ֆիթնես ոլորտի հանդեպ եւ աշխատասիրություն նոր գիտելիքներ ստանալու համար։ Առանց սննդակարգին հետևելու հնարավոր է մարզումների միջոցով նիհարել։ Իհարկե հնարավոր չէ, պետք է պահել ճիշտ սննդակարգ, մարզումների հետ մեկտեղ, պետք է ունենալ կալորիայի դեֆիցիտ արդյունքի հասնելու համար։ Իսկ որ տարիքից պետք է քեզ հետևես, որ մեծանաս ավելորդ քաշ չունենաս։ Ամենափոքր տարիքից պետք է հետևել, դրա համար պետք է զբաղվել բարով, սպորտով, լողով եւ մեծ հասակում նաեւ ֆիթնեսով։ Իսկ ինչ սնունդ եք խորտ տալիս նիհարելու համար։ Նիհարելու համար բալանսավորված եւ ճիշտ սննդակարգ պետք է հանել շաքարը ռացիոնից, աղը սահմանափակել, հանել սպիտակալյուրով պատրաստված բոլոր սննդամթերքները եւ ճիշտ սնվել։ Շատ շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Ասեմ, որ ինձ շատ դուր եկավ, շատ հետաքրքիր էր, թե ինչ դուք էլ մարզվեք, որպեսզի ունենաք գեղեցիկ կազմվածք։ Տեսություն։